Ես այսօր զուգահեռներ եմ ուզում տանեմ մեր եւ Եստերի պատմության մեջ, Եստերի մասին եմ ուզում այսօր խոսամ։ Դու կարող ասես ինչ կապ ունենք մենք Եստերի հետ, որովհետեւ Եստերը թագուհի էր, մենք թագուհի չենք, ոչ էլ թագավոր ենք։ Այո, մենք թագուհի չենք, բայց մենք թագավորի դուստրեր եւ որդիներ ենք։ Մենք Հիսուսին ասել ենք այո եւ ամեն եւ դրանով մենք մեզ վերագրել ենք, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եստերը այո ինքը թագուհի էր, ժամանակավորապես մենք հավիտենապես թագավորի որդիներ ենք։ Ուզես թե չուզես, եթե դու ընդունել ես Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, դու դառնում ես Աստծո որդի։ Մենք Աստծո որդիներ ենք։ Դու կարող ասես Եստերը շատ հնարավորություն ուներ իրավիճակներ փոխելու, մենք էլ շատ հնարավորություններ ունենք իրավիճակներ փոխելու։ Այսօր ինչի եմ ուզում սրա մասին խոսամ, որովհետև ես զգում եմ դրա կարիքը շատ կա։ Ես եւ անհատական եմ ասելու դերը եւ եկեղեցու դերը մեր երկրի վրա ինչումն է։ Մենք Աստված ինչու իր արյան գնով եկեղեցին գնեց։ Ինչու արյունը թափեց, որպիսի ես եւ դու իրան ասենք այո, որպիսի հիմք դրվի եկեղեցու։ Ինչի համար, որովհետեւ դրա կարիքը կար, որովհետեւ Հիսուսն ուզում էր մեզ հետ, Աստված ուզում էր մեզ հետ հավիտենություն անցկացնել, ու այդ հավիտենության համար պիտի ինքը իր կյանքը դնեց։ Այո, ինքը իր կյանքը դրեց մեզ համար, եւ եթե ես ասում եմ մեզ, սա նշանակում է եկեղեցու համար, որովհետեւ ես եւ դու Տիրոջ եկեղեցին ենք, հարս եկեղեցին ենք։ Մենք Տերը մեզ համար իր արյունը թափեց, որպեսզի ես ու դու լինենք եկեղեցի ու լինենք իր հետ հավիտենական։ Ուզում եմ կարդամ մի տեղ Եստերի գրքից։ Սա այնտեղն է, երբ որ Եստերի գիրքը մտածում եմ բոլորդ կարդացել եք, որ երբ որ հրամանը դուրս գալի, Համանը հրամանը անում, դե Համանը ինքը լինում է թագավորի խորհրդականը ու ուզում է վերացնի Իսրայել ժողովուրդը, որովհետև ինչի համար, որովհետև մի հոգի չէր խոնարհվում իր առաջ, դա Մուրդկեն էր, չէր խոնարհվում իր առաջ ու ինքը ուզեց Իսրայելի ժողովրդին վերացնել։ Բայց թագավորին գրավելու համար ինքը գիտեք ինչ խոստացավ, որ իր գանձարանը գումար կլցնի, շատ արծաթներ, ոսկիներ կլցնի ու դրա համար թագավորը համաձայնվավ, մատանին տվեց ու ինքը մի հատ հրովարտակ գրեցին, որ Իսրայելի ժողովրդին պետք է ոչնչացնեն։ Ու ինչ եղավ այդ ժամանակ, մենք գիտենք, որ Մուրդկեն իր քուրձ ու մոխիր հագավ, գնաց նստեց թագավորի դռան առաջ ու դրա մասին Եստերը տեղյակ չէր ու երբ որ Եստերը իմացավ, որ իր հորեղբայրը քուրձ ու մոխիրը հագե, ինքը ուզում էր հասկանալ ինչի համար է դա եղել, շորեր ուղարկեց, որ Մուրդկեն հագնի, բայց նա չհագավ, որովհետև ասաց, որ մենք մահվան եզրին ենք ու մենք պիտի մահանանք։ Լավ, եկեք այդ տեղը կարդանք։ Եվ Մուրդկեն պատասխան ետ ուղարկեց Եստերին ասելով. մի խորիր, որ քո մտքում, թե դու կազատվես թագավորի տան բոլոր հրեաներիցը։ Եվ եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն վեր կկենա, բայց դու եւ քո հորտունը կկորչեք։ Սա այնտեղն է, երբ որ Եստերը մարդ է ուղարկում Մուրդկեի մոտ, Մուրդկեն էլ էս պատասխանն է տալի, որ մի կարծիր, որ դու կազատվես, որովհետև ասում է, եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն վեր կկենա։ Ես ուզում եմ սա բերել մեր երկրի վրա։ Մեր երկիրը այսօր մի իրավիճակի մեջ է, որ իմ ու քո կարիքն ունի։ Դու կարող ասես, դե ես ինձանից ինչ եմ ներկայացնում։ Գիտեք, մի հոգու աղոթքով Աստված իրավիճակներ է փոխում։ Մի հոգու աղոթքով Աստված մարդկանց կերակրում է։ Այդ մի հոգին կարանք լինենք եւ դու, բայց առավել եւս եկեղեցին։ Այսօր մեր երկիրը իմ ու քո կարիքն ունի։ Այսօր այս երկիրը Հայաստան երկիրը եկեղեցու կարիքն ունի։ Սելիս դրանից հետո երբ որ այս լուր բերողը
Եստերին բերում է, որ ասում է այս վիճակն է, ինչ անում Եստերը։ Եվ Եստերը պատասխան ուղարկեց Մորդեքային ասելով. գնա ժողովրդի Շուշանում գտնվող բոլոր հրեաներին եւ ծոմ պահեցեք ինձ համար, եւ 3 օր գիշեր ցերեկ ոչ կերեք եւ ոչ խմեցեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու եւ այնուհետեւ թագավորի մոտ պիտի գնամ, եթե օրենք չէ, եւ եթե կմեռնեմ, թող մեռնեմ։ Նայեք, այստեղ մենք գիտենք, որ թագավորի մոտ գնալու համար թագավորը պիտի կանչեր, որ նա գնար, բայց ով գնում էր թագավորի մոտ ու եթե թագավորը իր գավազանը չերկարացներ, պատճառ ինքը պիտի մահանար։ Եվ ինչ եղավ, Եստերն ասեց 3 օր եւ 3 գիշեր ծոմ պահենք ես եւ բոլոր հրեաների ժողովուրդը եւ իմ ծառաները, ու ես հավատում եմ, որ այս որոշման հիման վրա Աստված ողորմած Իսրայելի ժողովրդին։ Նայեք, մենք այսօր մեր երկիրը մեր կարիքն ունի։ Այսօր մեր շուրջը շրջապատված ենք շատ թշնամիներով։ Դեք մենք չենք կարող անիծենք թշնամիներին, չենք կարող ասենք ետ գնացեք, իրանք ուզում են տիրել, իշխել, բայց հավատացեք, ես հավատում եմ, որ մեր աղոթների շնորհիվ, մեր աղոթների միջոցով մեր երկիրը Աստված կարում է պահի։ Այսօր որ մենք խաղաղության մեջ ենք, ես հավատում եմ, որ մեր աղոթների շնորհիվ է։ Ճիշտ է, մենք աղոթողներս քիչ է ժողովուրդ հավաքվում եկեղեցում աղոթելու, բայց ես հավատում եմ, որ այդ աղոթների միջոցով Աստված լսում է ու պատասխանում է։ Ես քեզ այսօր ուզում եմ հորդորեմ, որ դու քեզ չկարծես թույլ, տկար, նվազ, որովհետև Աստված զորություն տվողը ինքն է։ Դες երբ որ դու սկսես քո անձը վարժեցնել աղոթքների մեջ, գալ աղոթքների, միաբանվել եկեղեցու հետ, հավատա, դու կզորանաս, եւ քո ընտանիքը կզորանա, եւ հայրենիքը կզորանա։ Բացարձակ ես ասում եմ սա ու սա հավատում եմ, որ մեր աղոթքների միջոցով Աստված կարող է իրավիճակներ փոխել։ Դե շատ ականջիս լուրեր եմ լսում, որ չեմ ուզում անուններ տամ, բայց ասեմ, Ալիևն ասում է, պիտի Հայաստանը գրավեմ, ես եմ ուզում, ու բոլորը ինչ են անում։ Իր հետ մեկտեղ ասում են լրագրողները, այո, ուզում է, պիտի տանք։ Իր թելը թելում են, բայց ես հակառակ եմ կանգնում ու ասում եմ ոչ, մեր Տեր Աստված է, Աստված մեզ պահելու է, անկախ ամեն ինչից, անկախ իրավիճակից, մենք պիտի կանգնենք մեր խրամատներում ու բարեխոսական աղոթքներ բերենք։ Տերը մեզ համար բարեխոսեց հոր մոտ, դրա համար մենք փրկություն ստացանք, այսօր մեր հերթն է, որ մենք բարեխոսենք մեր երկրի համար, մեր երկրի ժողովրդի համար, մենք արթնություն ենք ուզում, արթնություն ինչի համար ենք ուզում ենք, որ հոգիները փրկվի, հետո ինչի համար, որ այդ հոգիները մեր հետ միանան, մեկտեղ նորից աղոթենք մեր երկրի ապաշխարության համար, մեր երկրի արթնության համար ու մեր երկրի պաշտպանության համար։ Այո, մենք հասկանում ենք, որ մեր երկրի սահմանները Աստված մեզ ա տվել ու չարը ուզում է ոտնձգություն անել, բայց մենք նաև հավատում ենք, որ Աստված ամենակարող է, Աստված կարող է այն ախորժակը, որ իրանք ունեն, այդ ախորժակը լրացնել, այդ ախորժակը փակել, որպեսզի նրանք էլ կարիք չունենան մեր երկրի վրա ոտնձգություն անելու, բայց դա կախված է ինձանից եւ քեզանից։ Ստեղ կախված էր ումից, ստեղ կախված էր Եստերից։ Եստերը ինչ արեց, ասեց թեկուզ կմեռնեմ ոչինչ, բայց ինքը ինչ արեց, 3 օր ծոմ պահեց, ինքը իր աղախինները, ժողովուրդը իրար հետ ծոմ պահեցին։ Ինչ է մեզանից գնում, եթե մենք բոլորս մի ամուր ուժերով կանգնենք ու մեր երկրի համար բարեխոսենք։ Դեք հավատացեք, այտենց է լինում, ուրիշ տարբերակ չկա։ Այտենց է լինում արթնությունը, այտենց է լինում, որ երկիրը պաշտպանված է, որովհետև Տերն ասում է, ես եմ պահապանը։ Դեք ասում Աստված, աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնենք։ Մենք գիտենք, երբ ենք մի ամուր ուժ կազմում ընդհանրապես, երբ որ մի հատ դժվարություն է գալի, ու հենց այդ դժվարությունը գալիս է, մենք միախմբվում ենք իրար հետ։ Արեք չսպասենք այդ դժվարությունը, խետ դժվարությունը գա, եկեք աղոթենք, թող այդ դժվարությունը չգա, եկեք միամուռ լինենք, եկեք իրար հետ լինենք, եկեք իրար հետ աղոթքի խումբ լինենք, ասենց մեկ լինենք, որպեսզի Տերը տենա, որ մենք մեկ ենք, մենք մենակ խոսքով պիտի չլինենք, այլ մենք մեր գործով էլ պիտի ցույց տանք, գիտեք, շատ ժամանակ մենք ավելի շատ ասում ենք, քան թե անում ենք, եկեք այսօր չասենք, եկեք այսօր անենք։ Այդ անելը որն է, ես ձեզ հրավիրում եմ, որ դու գաք աղոթքի, ես ձեզ քաջալերում եմ, որ դու գաք աղոթքի, որովհետև դա կարևոր է ինձ համար եւ քեզ համար, ես քո կարիք ունեմ, դու իմ կարիք ունես, մեր երկիրը
մեր կարիքն ունի։ Եթե մենք այսօր չկանգնենք մեր երկրի կողքը, կներես, էլ որ օրվա համար ես դու հոգևոր, էլ որ օրվա համար ես, հա մենակ քո փրկության լավ է, որ դու քո փրկությունն ունես, լավ է, բայց դու կարող ես նաև կանգնել քո երկրի կողքը, կանգնենք մեկս մյուսի իրար կողք եւ բարեխոսենք մեր երկրի համար, բարեխոսենք մեր խնդիրների համար, եկեք չլինի այնպես, որ խնդրեմը գա նոր մի ախմբվենք, մեկ ուժ լինենք, չէ, ես ուզում եմ, որ չգա այդ խնդրեմը, մենք կանգնենք ու աղոթենք այդ խնդրեմը հաղթահարենք, որտեղ մենք չգիտենք ինչ է մեզ սպասվում։ Այո, գիտենք, որ մենք հավիտենություն ունենք, գիտենք, որ մենք Հիսուսի հետ ենք ելնում, սրա մասին չեմ ասում։ Երկրի վրա ապրելուց մենք չգիտենք ինչ է լինելու մեզ հետ։ 10 օր հետո, մի ամիս հետո, մի տարի հետո չգիտեմ, բայց մի հատ լավ բան գիտեմ, բայց եթե մենք աղոթենք, մենք փորձության մեջ չենք ընկնի։ Այո, ես հավատում եմ կա անհատական աղոթներ, ամեն մեկը ունեք ձեր առանձին աղոթքը, բայց ասում Տերն ասում որտեղ 2-3 հոգի իմ անունով, ես հավատում եմ, որ Տերը այստեղ ներկա է։ Ասում միաբանվեն եւ ինչ որ մի բանի համար խնդրեն, պիտի ստանան։ Ես հավատում եմ։ Գիտեք, ես շատ ժամանակ իմ ականջները փակում եմ այն մարդկանց համար, ովքեր սկսում են տրտնջալ մեր երկրի մասին, ովքեր իշխանավորների մասին։ Այո, ես հասկանում եմ, կարող է քո սրտով չի ես իշխանավորները, բայց Տերն ասում է պիտի աղոթես։ Ինչ Աստվածաշունչը սուտ է ասում։ Ոչ։ Մենք ուղղակի ուզում ենք հարմարեցնենք Աստվածաշունչը մեզ հետ։ Տերն ասում է պիտի աղոթես, ուրեմն պիտի աղոթես։ Բայց այս շուրթերը, որը բամբասում է իշխանավորների մասին, ո՞նց կարա աղոթի, ո՞նց կարա հելի կանգնի աղոթի։ Բայց ինչքան որ աղոթում ես դու երկրի համար, այնքան սիրով ես լցվում։ Մենք չենք աղոթում, որ իշխանավորները ավելի չարանան, մենք աղոթում ենք, որ Աստված իրանց լուսավորի, որ նրանք էլ փրկություն գտնեն, որ նրանք էլ ճիշտ որոշումներ կայացնեն։ Ասում աղոթեք իշխանավորների համար, որպեսզի այս երկրում խաղաղ ապրեք։ Հա դուք ասես Աստված ասել է կռիվներ, պատերազմներ, համաձայն եմ, կարա լինի, բայց ինչը մեզանից հասնում է, մենք պիտի անենք։ Մենք պիտի զանց չանենք։ Դու իմ հետ ես, ինչ որ բան առնում ես։ Շնորհակալ եմ Աստծուց, իրոք մեր երկիրը շատ կարիք կա, մեր երկիրը շատ կարիք կա աղոթելու համար։ Աստված հենց այնց իզուր չի դրել մեր շուրջը մուսուլմաններ։ Խի մենք ումից էինք վատը։ Երկրներ կա, որ սկի սահմաններ չկա, բայց մեր երկրների սահմանները բոլորը փակ է։ Բացի Պարսկաստան եւ Վրաստան, բայց այդ էլ ժամանակավորապես չես կարող ասես, բայց սիրելիներս, ամենալավ միջոցը նա է, որպեսզի քո երկիրին չքննադատես, քո կառավարությանը չքննադատես, ավելի լավ է դու լինես Աստծո մեջ, ավելի լավ է դու լինես աղոթքի մեջ։ Աղոթող շուրթերը երբեք չեն կարա բամբասեն, աղոթող շուրթերը երբեք չեն կարա չարախոսեն, բայց երբ որ աղոթք չկա, դրա տեղը ինչ որ բան կա, պիտի լինի, ուզես թե չուզես, ուզես թե չուզես, պիտի լինի, դրա համար լավ չի, որ քեզ գտնեն աղոթքի մեջ, Տերն ասում է, իմ տունը պիտի լինի աղոթքի տուն, ես չեմ ասում, ես կատարյալ եմ աղոթքի մեջ, ես մի գագաթնակետի եմ ասել, ես ինչ որ ձեզ ասում եմ, սա առաջինը ինձ է վերաբերվում, որտեվ ես էլ ունեմ սովորելու բան, ես էլ ունեմ կարիք աղոթքի, ես էլ կարիք ունեմ, որ ինչ որ մեկը ինձ համար աղոթի, որովհետև կան կյանքում բաներ, որ չես կարողանում դրանից ազատագրվել, բայց փառք Աստծո այն մարդկանց համար, ովքեր քո կողքն են, ովքեր կարող են քեզ համար աղոթել, եւ դու դրանից ազատագրվես։ Սելիս ես քեզ քաջալերում եմ, ես քեզ ուզում եմ հորդորել եւ ասել, արի եկեղեցու հետ կանգնիր աղոթքի։ Եվ քո ընտանիքի համար, եւ քո երկրի համար, եւ քո բարեկամների համար, ինչ որ մեկը աղոթել է, որ այսօր դու այստեղ ես։ Ինչ որ մեկը կանգնել է քեզ համար, այսօր դու եղիր ինչ որ մեկի համար, դու կանգնիր ու աղոթիր, որպեսզի այդ մարդը գա, որպեսզի այդ մարդը տեսնի, այդ մարդն էլ գտնի փրկություն Աստծո մեջ։ Ես ձեզ հորդորում եմ, որ լինեք զորացած։ Սելիս չեմ ուզում խոսամ շատ, մենք պիտի խոսքով չասենք, այլ պիտի գործով ապացուցենք։ Հերիքա ինչքան խոսացել ենք, ասել ենք, հիմա ժամանակն է գործելու, ժամանակն է քայլելու, ժամանակն է
մեր գործով ասելու այո Տեր, մենք սիրում ենք քեզ, ու մեր սերը արտահայտելու մի միջոց է նաև աղոթքը, երբ որ դու կանգնում ես ու բարեխոսում ես քո երկրի համար, քո երկրի սահմանների համար։ Սա գործողություն է, որը Տիրոջը հաճելի է։ Երբ որ Տերը վերևից նայում է, ուրախանում է, որ իր որդին կանգնում է իր երկրի համար, իր որդին բարեխոսում է, այլ չի անիծում, այլ չի բամբասում։ Սատանային ինչ է պետք, մի փոքր բան, որպեսզի քեզ հեռու պահի աղոթքից։ Իր ամբողջ նպատակը դա է։ Համար այս գաջետները շատ են մեզ խլում, մեր կյանքից շատ ժամանակ են խլում։ Ինչքան որ հեռախոսի մեջ ենք լինում, կարանք մենք այդքան աղոթքի մեջ լինենք։ Տերն ասեց, 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ աղոթել աշակերտներին։ Այսօր Հիսուսն ասում է, քեզ ասում, 1 ժամ կարող ես աղոթել։ Դա ամենափոքր ժամն է, որ Տերը մեզ ասել է, 1 ժամ էլ չկարողացար ինձ հետ անցկացնես։ Ձելիս Աստված մեր կարիքը ունի։ Գիտեք ինչի համար, որովհետև ինքը սպասում է, որ մենք պիտի իր հետ խոսանք։ Ինքը սպասում է, որ մեր սիրտը պիտի բացենք իր առաջ։ Եստերի որոշումից մեծ բան էր կախված։ Իր ամբողջ ազգի ճակատագիրը կախված էր Եստերից։ Այսօր կարող է մտածենք, մենք այդ ով ենք, որ Եստերի նման մտածենք։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու Աստծո զավակ ես, որ դու Աստծո որդի ես։ Այսօր մեր երկրի ապագան կախված է ինձանից ու քեզանից։ Կարող է զարմանաս, բայց տենց է։ Աստվածաշնչում շատ հերոսներ կա, որ իրանց միջոցով Աստված փոխել է այդ երկիրը, Աստված իրանց միջոցով պահել է այդ երկիրը։ Այսօր իմ ու քո միջոցով Աստված կարա պահի երկիրը, ոչ թե մեր լավ խոսալով, ոչ թե մեր քարոզներով, այլ նրանով, որ մնանք աղոթքի մեջ, որ որոշում կայացնենք, ես եւ դու, գանք իրար կողքի կանգնենք ու մեր ձայները բարձրացնենք դեպի Աստված։ Ու մենք բարեխոսենք մեր երկրի համար։ Ու ես հավատում եմ Տերը իր գործը գիտի ու գիտի անել, բայց ինքը սպասում է, երբ որ իր զավակները արթնանան։ Մեզի պետք է մի հատ sense թափ տալ, որպեսզի զարթնենք մեր քնած տեղից, որպեսզի զարթնենք ու կանգնենք եւ բարեխոսենք մեր երկրի համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Չեմ ուզում էլ երկարացնեմ, ուզում եմ քեզ հորդորեմ, որ սպասում ենք քեզ աղոթքի տեղը, միշտ հիշեք, այն օրը մեկը հարցնում ասում է, Էդոյի վրա շատ էի խոսում, որ իրիկունները ուշ էր գալի տուն, բայց որտեղից էր գալի, եկեղեցուց էր գալի։ Համ միշտ խոսում էի, բայց մեջից միշտ հանդիմանություն էի ստանում, որ այնքան շնորհակալ եմ, որ իմ տղեն ոչ թե ուրիշ տեղ է, բարերում է, դիսկոտեկաներում, այլ Աստծո տան մեջ է։ Թեկուզ գիշերը 12-ին է գալիս, հիմա սկսել եմ էլ չխոսալ։ Հիմա անկեղծ, որ ասում եմ, հիմա հարցնում են Էդոնուրը, ասում եմ, իր հոր տունն է։ Անկեղծ, հավատացեք, սա երանություն է, երբ որ քո զավակները, երբ որ դու ծառայում ես Աստծո համար, Աստծո տան մեջ, սրանից մեծ ուրախություն չկա։ Կարող է հպարտանան մարդիկ, թե ես ինչ, ես տղես, ես արեց, դարձավ, ես ինչ չգիտեմ, աշխարհի չեմպիոն ինչ եղավ, չգիտեմ, գիտնական, բայց ամենամեծ ուրախությունը նա է, որ քո զավակները Տիրոջ տան մեջ են։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա մեր Աստված։ Պատվելի Աստված, մենք շնորհակալ ենք քեզանից։ Մենք օրհնում եւ մեծարում ենք քո սուրբ անունդ Աստվածին։ Այո, ես ուզում եմ դառնալ այն մեկը, Տեր, որի միջոցով դու երկիրը կփոխես Աստվածին։ Ես ուզում եմ լինել այն մեկը, այն եկեղեցու անդամներից մեկը, Տեր, որի միջոցով կգա քո արթնությունը, եւ դու մեր երկիրը կպահես ու կպահպանես, Տեր, կողորմաս մեր երկիրը, քո շնորհքը կտարածես, քո գութը կտարածես մեր երկրի վրա Աստվածին։ Այո, մենք կանգնում ենք որպես բարեխոսներ, որպես եկեղեցի, որպեսզի բարեխոսենք մեր երկրի համար Աստվածին։
մաքրիր եւ սրբիր մեր շուրթերը, Տեր։ Մեր սրտի մեջ դիր, Աստված իմ, աղոթելու մեր երկրի, մեր սահմանների եւ մեր կառավարության համար, Աստված իմ։ Այո, մենք կանգնում ենք եւ ասում ենք, Տեր, թող գա քո օրհնությունը մեր երկրի վրա, Տեր։ Թող գա քո օրհնությունը Հայաստան աշխարհի վրա, Աստված իմ։ Թող բացվեն քո դռները, քո արթնության դռները, քո արթնության անձրևները։ Թող օրհնություններդ գան, Աստված, հյուսիսից, հարավից, արևելքից ու արևմուտքից։ Թող գա, Աստված իմ, քո արթնության անձրևները։ Թող գա մեր երկրի մեջ եւ մեր երկիրը թող կանգնի եւ աղաղակի քեզ, Աստված իմ։ Քո եկեղեցին քեզ աղաղակում, Աստված, եւ դու գիտես ամեն մեկի սիրտը, պատրաստիր ամեն մեկի սիրտը, Տեր, եւ թող ամեն մեկը աղաղակի քեզ, Աստված իմ, իր երկրի համար, Տեր, Հայաստան աշխարհի համար, թող քո անունը փառավորվի եւ դու մեծարվես Հավիտյանս Հավիտենից։